Վնասվածքից հետո դժվարություններ շատ են եղել, ժամանակ շատ քիչ եմ ունեցել մարզվելու համար, ընդամենը ունեցել եմ 2 հավաք, 2 ամիս ժամանակ եմ ունեցել մարզվելու, բայց շատ քրտնաջան մարզումների շնորհիվ հասել եմ իմ գերազանց վիճակից, որ այսօրվա դրությամբ կարողացա ոսկե մեդալով վերադառնալ Հայաստան։ Շնորհակալություն շնորհավորանքների համար։ Այդքան էլ ճիշտն ասած կոչեմ իմ արդյունքներից, որովհետև պարապմունքներին ավելի շատ էի բարձրացրել, բայց քանի որ ես մեդալով վերադարձա Հայաստան, դրա համար շատ ուրախ եմ ու փորձենք մյուս ելույթներին ավելի լավ ելույթներ ունենալ։ Այս մրցմանը արել եմ ամեն ինչ, որ լավ հանդես գալ, փառք Աստծո, որ ինչ-որ չափով նորից ստացվեց, ճիշտ է իմ ու իմ մարզիչների այն լիովին արդյունքը չէր, որ սպասում էինք, գնացել էի չեմպիոնության հետևից, բայց ամեն ինչ առջևում է սպորտ է, այսօր կլինեմ երկրորդը, իսկ մյուս օրը առաջինը, առաջ Աստված ամեն ինչ լավ կլինի։ Ավելին էի պատրաստված չարեցի, պոկում վարժություն ժամանակ խնդիրներ առաջացան ինչ-ինչ, ավելի շատ հոգեբանական, լարվածություն, իսկ հրման ժամանակ կարողացա ինձ հավաքել, հրումը լավ աշխատեցի, 131 կիլոգրամ հրեցի և 1 արծաթով վերադարձ Հայաստան, բայց ոչինչ թող սա լինի իմ սկիզբը։ Հասել ենք այն արդյունքին, որը 9 տարի չէր գրանցել կանանց հավաքականը, անցած տարի մենք բաց թողեցինք մեր սեղքից հենց տղամարդկանց հավաքականի չեմպիոնությունը, այս տարի ունեցանք 2 նոր Եվրոպայի կրկնակի չեմպիոններ՝ Վարազդատ Լալայան, Կարիկ Կարաբեդյան, շատ հվարդություններ, անցած տարի դու ես պարգևադրում, այս տարի դու ես պարգևադրում ու այդ ոնց որ պարտավորեցնող ու հբարդության զգացում էր։ 2 ամիս առաջ ծնկի վիրահատություն եմ տարել, գոհ եմ իմ արդյունքներից, քանի որ առաջին մրցելույթ էր մեծահասակների Եվրոպայի առաջնությունում և առաջին մեդալը։ Շնորհակալ եմ իմ մարզիչին, իմ Աստծուն, քանի որ նրա շնորհիվ ես կարողացա հասնել այս մեդալին։ Մեծ պատասխանատվություն կար իմ վրա, քանի որ մեծահասակների Եվրոպայի առաջնությունը ինձ համար շատ կարևոր մրցելույթ էր։ Ուզում էի անպայման մեդալով վերադառնալ և ինքս ինձ համոզել, որ ես ուժեղ եմ և կարող եմ հասնել այդ մեդալին։